Չնայած ստեղծվել է մեր համար ժամանակավոր շատ տհաճություններ, հատկապես այս հունիս ամսին մեր մոտ կեսօրից հետո քամիներ են սկսվում։ Եվ այդ փոշեմերիկը ամբողջ տները, շրջապատը լրիվ ծածկում է փոշին, բայց դե ոչինչ, ինչեւ որ դժվարություն չկրես, հաջողության չես հասնի։ Քասախ գյուղի Պարույր Սևակ փողոցի բնակիչ Ջանիկ Սահակյանը խոսում է իրենց փողոցում Veolia ջուր ընկերության սկսած բուռն շինարարությունից։ Ընկերությունը վերակառուցում է բնակավայրի ջրամատակարարման ցանցի շուրջ 90%-ը, այսինքն գյուղի 842 մարդ ջուր կստանան նոր ցանցից։ Մեր թաղամասը կառուցվել է մոտ 40 տարի առաջ եւ ջրագծերը անցկացվել է արդեն 40 տարի։ Ըստ որում գրեթե ամեն օր վթարներ են պատահում վերևից մինչև ներքև։ Կարկատաներով, բաներով մի կերպ կարգ էին բերում իբր։ Հիմա շատ խրախուսելի է, որ Veolia ջուրը վերջապես հանձն առավ այս ծանր մասշտաբային ծախսատար գործը։ Իսկ այս մեծածավալ ծրագիրն իրականացնելու համար ընկերությունը ներդրել է 524 միլիոն դրամ։ Քայքայված խողովակները փոխարինելով նոր պոլիէթիլենե ջրագծերով Veolia ջուրը վերացնելու է եւ ջրակորուստները եւ համակարգն է դարձնելու կառավարելի։ Այս պահին քայքայված խողովակներից 1 վայրկյանում շուրջ 30 լիտր ջուր է կորչում։ Հիմնականում ջրագծերը, ինչպես նշվեցինք, որ քայքայված վիճակին, այնպես նաև ջրագծերը անցնում են սեփականատիրական տարածքներով, որը շատ բարդ է դրա շահագործման առումով ստեղծում են անիրատեսական պայմաններ, հնարավոր չի լինում մտնել տարածք, սեփական տարածք, վթարներ վերացնել, այդ նման իրավիճակներում անկառավարելի են դառնում։ Նախատեսված է մոտ 80-ից 90% համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում, 25-ից 315 մմ տրամագծի մոտ 21 կիլոմետր ջրագիծ պետք է փոխվի տնային միացումներով հանդերձ։ Շինարարների համար հիմնական դժվարությունը քայքայված խողովակների անընդհատ վթարներն են, սակայն ընկերության մասնագետների արագ արձագանքման շնորհիվ դրանք օպերատիվորեն վերացվում են, որից հետո շինարարները շարունակում են իրենց աշխատանքը։ Շինարարական աշխատանքները սկսել ենք շուրջ 15 օր է, այս պահի դրությամբ իրականացրել ենք շուրջ 300 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ, իրականացնել ենք նաև երկաթբետոնյա դիտավորի տեղադրման աշխատանքներ եւ ներտնային միացումների պոլիմերավազային դիտավորների մոնտաժման աշխատանքներ։ Մայիսյան փողոցի բնակիչն սա իմ տունն է։ Պրոշյան գյուղի բնակիչ Սամվել Գալստյանի տան դիմաց շինարարների խումբն աշխատանքային քարտեզն է ուսումնասիրում։ Նրանք են փոխելու գյուղի ջրամատակարարման ցանցի մոտ 90%-ը, որից օգտվում է 1180 բնակիչ։ Շնորհակալություն բոլորից աշխատակիցներից, որ մեր ջուրը նորից մաքուր կստանանք։ Veolia ջուրընկերությունն այս գյուղում 620 միլիոն դրամի ներդրում է արել, նպատակ ունենալով վերակառուցել 23.5 կիլոմետր խողովակաշար։ Այստեղ էլ ինչպես բոլոր համայնքներում մեր ուղղվածությունը կայանում է նրանում, որ հիմնական ցանցի վթարային վիճակի վերականգնման խնդիրներն ենք լուծում։ Արդյունքում մենք մոտավորապես 20 լիտր վարկյան ջրի խնայողություն ենք ձեռք բերում, որը կուղղորդենք մնացած այլ համայնքներին, որովհետեւ ամառային սեզոններին ջրամատակարարման խնդիրներ, ջրի քանակի պակասի խնդիրներ ունենում։ Ամեն ինչ արվում է բնակիչների ոչ միայն ապագայի, այլև այս պահի հարմարավետության համար, ասում է շինարարության տեխնիկական վերահսկումն իրականացնող թիմի անդամներից Սևակ Հովսեփյանը։ Խրամուղիները փորում ենք այնքան, ինչքան որ այդ օրում կարող ենք հետլիս կատարենք, չենք փորում երկար, թողենք բաց խրամուղիներ, կատարում ենք չափաբաժնով, որպեսզի բնակիչներին վատ դրության մեջ չգցենք էլի։ Veolia ջուրընկերությունը Հայաստանի ջրամատակարարման ցանցի կառավարումը ստանձնել է 2017 թվականից։ Ամենօրյա վթարներին արագ արձագանքելուց բացի, ընկերությունը առաջնորդվելով վարձակալության պայմանագրով մեծ աշխատանք ու ներդրում է կատարում ջրամատակարարման ցանցը թարմացնելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ ոլորտի բոլոր խնդիրներն այդպիսով ամբողջությամբ լուծվելու են։ Համակարգը շարունակական ներդրումների պահանջ ունի, որոնք գոյանում են նաև սպառողների բարեխղճորեն կատարած վճարումներից։ Արուսյակ Կապուկչյան, Էդվարդ Հասատրյան, Ռադիոլուր։